Մեկնարկել է Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումը, մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Սլովակիայի վարչապետը, Ֆրանսիայի և Հունգարիայի արտգործնախարարները։ Նախ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հպարտ ենք հյուրընկալել ձեզ մեր մայրաքաղաքում մի ֆորումի շրջանակներում, որը ձգտում է լինել ավելին քան պարզապես մի համաժողով, մտորումների համագործակցության և կանխատեսումների հարթակ։ Այս տարվա թեման, նավարկելով անհայտության միջով, լիովին համապատասխանում է մեր ժամանակի ոգուն։ Աշխարհը վերափոխվում է իր աշխարհաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և կլիմայական սեյսմիկ փոփոխությունների արդյունքում։ Ազգերն այս խառնաշփոթի մեջ կորցնում են իրենց կողմնացույցը։ Երբեմնի կայուն միջազգային կյանքի հիմքերը լրջորեն սասանվել են, ասում է Արարատ Միրզոյանը։ Դաշինքներն աստիճանաբար կորցնում են իրենց համախմբվածությունը, իսկ երբեմնի անսասան կապերն այսօր քայքայվում են։ Այս իրադարձությունների ֆոնին Միրզոյանը ներկայացնում է Հայաստանի որդեգրած ուղին։ Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, լիակատար հարգմամբ և փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ և խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի շրջանակներում անդրադառնում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Պայմանագրի վերջնական ստորագրման ադրբեջանական պահանջներից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կետն ընդունելի է մեզ համար, ասում է Փաշինյանը։ Պետք է ասեմ, որ այդ կառույցի լուծարումն ընդունելի է մեզ համար և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը։ Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակելը և այն արտահանելը Հայաստանի տարածք։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ցավալիորեն վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է սեղանին դրված ունենալ երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին և նույն վայրում։ Ադրբեջանի կողմից բարձրացվող հաջորդ խնդիրը կապված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության դրույթների հետ։ Միակ կառույցը, որ կարող է պաշտոնապես հայտարարել, թե ինչ է պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն է։ Փաշինյանը ներկաներին տեղեկացրեց, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են ստորագրել սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը, որը երկու պետությունների միջև պատմության մեջ առաջին փաստաթուղթն է։ Հայաստանի սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, քանի որ այդ հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նույնն են, ինչ խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարածքները։ Հայաստանի օրենսդրության համաձայն խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այն ուղարկվելու է սահմանադրական դատարան, ասում է վարչապետը։ Եթե դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի համապատասխանում սահմանադրությանն, ապա կնախաձեռնվի սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և պայմանագիրը չպետք է բաց թողնվեն և պետք է համոզել հասարակությանը, որ այդ փաստաթուղթն արվում է տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։